Այսօր հունիսի 22-ն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոնը։ Մի փոքր մեզ կպատմեք տոնի մասին։ Տոնը Մայր տաճարի, Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրության մասն է, որի հիմքը դրվել է 301 թվականին եւ ավարտվել 303 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Տրթատ արքայի, Սուրբ Տրթատ արքայի անմիջական մասնակցությամբ ամբողջ արքունական ընտանիքի եւ ըստ պատմիչի Տրթատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել եւ հիմնադրել է Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ Աշխեն Թագուհին իր փեշերով հող էր բերում եւ լցնում հիմքերում։ Պատմությունը սա է, Լուսավորչի տեսիլքը մուրճով հարված գետնին որպես փառքի լույս, որ ճառագայթել է մեր կյանքում։ Բայց այդ պատմության խորհուրդը մինչև այսօր ձգվում է անընդհատ։ Մեր կյանքի արարատացումն է Սուրբ Էջմիածինը։ Այստեղ են ծնվել, այստեղից են ծնվել, այս խորհրդով են ծնվել մեր բոլոր հաղթանակները։ Ինչպես տեսնում եք, ամենականգուն, ամենապայծառ, ամենախոսող հային նկարագրին հարազատ միջավայրը, կառույցը, պատկերը, հոգևոր տունն է, որ մեր պատմության 1722 տարի մշտական ներկայություն ունեցել մեր կյանքում։ Եվ քիչ առաջ եմ ասել, ուզում եմ նույն խոսքով ամփոփել։ 1937 թվականին, երբ մեծ հալածանքներ էին հայ եկեղեցու նկատմամբ, գնդակահարվում, հալածվում, անարգվում, զրպարտվում էին մեր սրբազաններ, ամենայն հայոց կաթողիկոսում Շիրիմ այստեղը Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի ում խեղտամահ են այս շենքում, այս վեհարանի շենքում եւ Բագրատ arczepiskopos Վարդազարյան, Արտակ arczepiskopos Սմբատյանց գնդակահարվում էին պետական անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանը նշանավոր իր վերջին վարկյանի խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, ասելով, որ մեծ է Սուրբ Էջմիածնի պատմությունը, ներկայությունը հայ ազգի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեզ հետ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս։ Այսօրվա խորհուրդը հաղթանակի խորհուրդն է։ Այսօր մարդիկ ոչ միայն գալու են պատարագին, այլ նաև կանգնելու են եկեղեցու կողքին։ Տեսնում ենք այսօրվա իշխանությունները թիրախավորում են, հայհոյում են եկեղեցուն, սրբազաններին, վեհափառին։ Ո՞րն է իշխանությունների վերջնակետը։ Ուրեմն սրբազանները մահ եւ հալածանք են տեսել, ամեն ինչ տեսել են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, որ այս շենքում է նահատակվել, խեղդվել ուղակի, խեղտամահ արվել, երբ իրեն ըստ պատմության պահանջում էին Մայր Աթոռի գանձարանը տրամադրել կամ բանալին, նա ասում էր, որ ես միայն պահակն եմ այստեղ եւ այդ պատճառով են խեղդել, այս հարստությունը հայ ժողովրդինն է։ Այսօր էլ նույն պատմությունն է, պատմությունը չի փոխվել, բայց ոչինչ չի կարող սասանել ոչ Սուրբ Էջմիածինը, ոչ հայոց եկեղեցին, ոչ նրա ծառայողներին եւ որովհետեւ այն միակ երաշխիքն ու գրավականը այսօր մնացել մեր կյանքում, որը ապահովելու մեր վերելքը։ Իսկ ինչ է իրենց նպատակը, հարցրեք իրենց եւ իրենց հայրերին, քանի որ ստի հայրը սատանան է 100 դեմքով, հարցրեք իրենց մտքին, հոգուն, խղճին, որտեղ սև խավարը դրված, բայց ինչպես հիմնադրությունն է ասում Սուրբ Էջմիածնի, փառքի լույսը իջնում է մեր երկիր եւ իջնելու է մեր երկիր։ Ուրբաթ օրը սրբազան պայքարի աջակիցներին էին ձերբակալել, բազմաթիվ քաղաքացիներին էին ձերբակալել, ինչ էր տեղի ունեցել։ Տեղի էր ունեցել հիստերիա։ Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում, մեծ եղբոր մոտ կամ հոր մոտ, երևի, չգիտեմ, այս բակում չեմ ուզում որևէ կերպով այդ մասին խոսել։ Եվ այդ ցնցումները երևի բերել էին նրան, հասկանալով, որ կան մարդիկ, կա ուժ, կան ուժեր,
որոնք ազգով եւ հոգեվոր կյանքով տոգորված ապրում են եւ թույլ չեն տա, ձգտում են հաղթանակի, ոչ թե միայն հաղթանակ, որը պարզապես ինչ որ քաղաքական նպատակ է հետապնդում, այլ հաղթանակ, որը մեր կենսագրության, մեր տան վերականգնման մասն է լինում։ Սուրբ Էջմիածնի հաղթանակն է լինում։ Իմիջայելոց քիչ առաջ, երբ ձեր հարցի մեջ ասացիք, բազում մարդիկ կանգնած են Սուրբ եկեղեցու կողքին, ես ուզում եմ վերստին շեշտադրում կատարել։ Ժողովուրդ ջան, պետք չի կողքը լինել, ոչ մի բանի կողքը պետք չի լինել։ Դա կամ քոնն է, կամ քոնը չի։ Մեջը պետք է լինել, քո մեջ պետք է լինի եւ դու էլ նրա մեջ պետք է լինես։ Եվ այս խորհուրդով եմ ուզում ամփոփել, որովհետեւ ինչպես Իսահակյանը ասում, Ավետիք Իսահակյան, եթե յուրաքանչյուր հայի մաշկը քերես, արյունի հետ Սուրբ Էջմիածին կգրվի։ Այդպես է մեր խորհուրդը եւ ես մաղթում եմ, որ մեր գիտակցության, հոգու, սրտի մեջ նույն պատկերը, նույն տեսիլքը, նույն խորհուրդը դաջված եւ արցանագրված լինի, լինելով Սուրբ եկեղեցու մեջ եւ Սուրբ եկեղեցին քո մեջ։ Շնորհակալություն։